Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Գերագույն խորհրդի պատգամավոր հասարակական քաղաքական գործիչ պարոն Ազատ Արշակյանի հետ։ Ողջույն պարոն Արշակյան։ Բարև ձեզ։ Շատ շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Առաջին եռամսյակը կարծես թե տարվա ավարտվում է, մարտն է վերջանում եւ սկսվում է այսպես շատ ակտիվ 2 ամիս մինչ ընտրությունները, բոլորը լարված են, սպասում են, ինչ են տալու այդ ընտրությունները Հայաստանին, իսկ մինչ այդ եկեք տեսնենք ինչպես են ուժերը վերադասավորվում եւ ինչ պատկեր ունենք այս պահի դրությամբ։ Համաձայն եք այս թեմայով զրուցել ինձ հետ։ Համաձայն, ոչ միայն համաձայն եմ, շնորհակալ եմ այդ օրակարգի համար։ Առաջին թեման, որը մենք այսօր քննարկելու ենք, հենց դա է լինելու։ Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ասում է, վերջերս հայտարարում է, որ Գյումրիում եւ Աղարշապատում եվրոպական ուղղվածության ուժերը, այն ուժերը, որոնք Եվրաքվեով միահամուռ իրար հետ գործում էին, այդ ստորագրահավաքն էին կազմակերպել, նրանք պարտվեցին, քանի որ միասին գործելը չի ավելացնում իրենց վարկանիշը, այո, հիշում եք այդ հայտարարությունը։ Այսինքն, ինչ է սա նշանակում։ Գիտեք, ինչ պետք է ես մի փոքր նախաբանով սկսեմ։ Ես վաղուց հայտարարել եմ, որ ես քաղաքականությունով, քաղաքական կարիերայի հետամուտ չեմ։ Չեմ ուզում զբաղվել քաղաքականությունով, քաղաքթոշակառու է ինձ հայտարարել, բայց հենց Արամ Սարգսյանը հարգարժան իմ ընկերներ Տիգրանը Խզմալյան, Արմանը Բաբաջանյան եւ շատ մեծ ազդեցություն ունեցավ այդ գործում Խորշուդյան Հովսեփը։ Ինձ գայթակղեցին։ Օ, տրվեցիք այդ գայթակղ։ Այո։ Ինձ հրավիրեցին եւ ես առանձնապես չեմ դիմադրել։ Չեմ դիմադրել, որովհետեւ Եվրաքվեն կարևոր բան էր ինձ համար, ես մտածում եի, որ արժի հրաժարվել թոշակառուի կարգավիճակից մտնել պայքարի մեջ եւ ես համարում եմ, որ մեր խումբը այդ կուսակցությունները փաստորեն գրեթե բոլորին ասացի էլի հանրապետություն կուսակցությունը, հանուն հանրապետության կուսակցությունը, եվրոպական կուսակցությունը եւ շատ ազդեցիկ այդ գործում ազատ քաղաքացի հասարակական կազմակերպությունը Հովսեփ Խորշուդյանի ղեկավարությամբ եւ աջակիցներով, այդ թվում իմ նման աջակիցներով մենք կարծում եմ, որ փայլուն հաջողության հասանք։ Ես սպորտային տերմինով օգտագործելով ասեմ, որ 1-0 մենք հաղթեցինք։ Բայց տեղական ինքնակառավարման այդ մրցապայքարում Գյումրիում եւ Աղարշապատում մենք պարտվեցինք։ Այսինքն պարտվել ենք մենք բոլորս այդ խումբը Եվրաքվեին մասնակցած խումբը հասկանալի է, որ մենք աջակցում էինք մեր տեխնացուներին Լևոն Բաղդասարյանին եւ Հարություն Մկրտչյանին։ Այսինքն մենք պարտվել ենք։ Բայց այդտեղ քաղաքապետ էին ընտրում, այդտեղ քաղաքական վեկտոր ուղղվածություն չէին ընտրում, ճիշտ է։ Պարզվեց, որ մենք ավելի շատ մեր գործը ավելի շատ համապետական բաներ, մենք բոլորս համապետական ծրագրին էինք միտված, հմտացած էինք այդտեղ, տեղական ինքնակառավարման քաղաքապետարանում, ցեղապետարանում, ավականիում մենք որոշ իմաստով անպատրաստ էինք ու պարտվեցինք, դարձավ 1-1 հաշիվը։ Կարելի ասել անփորձ էիք պարզապես։ Անփույթ էինք, անփութություն կար, իմ գնահատականը անփութությունն է։ Մենք եւ մի ուրիշ պայմանավորվածություն էլ ունենք, հատկապես պարոն Սարգսյանի հետ, արամ, որ իրար չպետք է խանգարենք հետագայում էլ, եթե միասին չլինենք, իրար չենք խանգարելու, չենք վատաբանելու։ Ուրեմն ես համարում եմ, որ ամեն ինչ կորած չի, հաշիվը 1-1 է։ Դեռևս կարելի է հաջողություն գրանցել։ Հիմա ինչ հարցում հաջողություն գրանցել։ Ազգային ժողովի ընտրություններին, եթե մենք գնանք միասին եւ ճիշտ որակով արհեստավարժ կամպանիա ընդրաշավ կազմակերպենք,
մենք կարող ենք լուրջ հաջողություններ ունենալ, որովհետև արդեն ունեցել ենք, երբ լավ ենք աշխատել, ճիշտ ենք ուժերը դասավորել, մենք լուրջ հաջողություն ունեցել ենք, 60,000-ը ստոպ ենք տվել, այսինքն ավելի շատ կողմնակիցներ մենք ունեինք, ուրեմն այդ կողմնակիցները հիմա սպասում են, տեսեք իմ կարգավիճակ, ես հիմա չեմ կարողանում դուրս գալ, վերադառնալ իմ թոշակառուի ապահով հարմարավետ կարգավիճակին, անպատասխանատու կարգավիճակին, որովհետև դուրս գալը նշանակում է լքել կողմնակիցներին։ Այգիտեք ինչ է ստացվում։ Թե լքել գաղափարը այդ եվրաինտեգրման, անդամության, Եվրամիության։ Դա է խնդիրը, դրա համար եք ճիշտ է մտել, որ ասում եք գայթակղեցին, ինչով գայթակղեցին։ Գայթակղեցին Հայաստանի երևի թե ապագայով, այսինքն խոցելի բաներ, ես բարդույթներ ունեմ, չէ։ Ինձ Հովսեփ Խորշուդյանն ասաց, որ դու մենք կռիվ ենք սկսել, դու չես գալիս։ Դու խուսափում ես պայքարից։ Պարաշակյան, որպեսզի ամեն ինչ պարզ լինի, որպեսզի չլինի պարզապես զուտ, այսպես տակտիկական խնդիր, այլ գաղափարական լինի։ Կռիվ ենք տալիս հանուն ինչի, եւ ինչու եք մասնակցում Գյումրիում եւ Աղաշապատում, եւ ինչու եք պատրաստվում մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Այդ կռիվը հանուն ինչի է։ Կամ գուցե ընդդեմ ինչի դեմ։ Հանուն, իհարկե, նույնիսկ Արման Բաբաջանյանը առաջարկում էր այդ եւ եթե մենք կարծում ենք, որ առանց եթեի մենք նույնիսկ հանուն բառով պետք է սկսենք, անուն պետք է հնարենք, հանունը պետք է լինի, հանուն ժողովրդավարության, հանուն անկախության, ինքնիշխանության, հանուն անվտանգության, այսինքն Եվրոմիությունը մեզ առաջարկում է այդ բոլորը ժողովրդավարություն, անկախություն եւ աջակցություն։ Երբ որ մենք դրանք չունենք, մեր այն համակարգը, որի վրա որ մենք որի հետ մենք հույսեր ենք կապում լուրջ 200 տարի, այդ համակարգը հեռացել է, այսինքն մենք հիմա մեր երկիրը վտանգված է, ժողովրդավարությունը վտանգված է, տնտեսական աճը, զարգացումը վտանգված է, այդ բոլորը տարել է իր հետ։ Նախկին ՍՍՍՐ-ը, ՍՆԳ-ն, ՕԴԿԲ-ն, եւ այսօր եւս դուք Հայաստանի անվտանգությունը կապում ենք մենք արևմուտքի հետ։ Անկամ այս ինչ հիմա տեղի է ունենում Եվրամիություն եւ Միացյալ Նահանգներ այդ իրենց, այսպես ասեմ, բարդ փոխհարաբերությունները եւս չեն ձեզ վախեցնում, որ դա սխալ հաշվարկ է կարել։ Չէ, դա բնական է, նրանց մեջ եղած մրցակցությունը դա առողջ մրցակցություն է։ Նրանք վերացնում են խոչընդոտները զարգացման գործընկերության առաջ։ Խոսքով դուք շարունակում եք պնդել եւ վստահ լինել, որ ձեր ընտրած գիծը դեպի Եվրամիություն ճիշտ է եւ հանուն դրա դուք պայքարում եք, նաեւ մասնակցելու եք այս խորհրդարանական ընտրություններին։ Ես ճիշտ եմ հասկանում։ Ես դրա կողմնակիցն եմ, իմ ձայնը այնտեղ շատ քիչ է։ Ես ուղղակի երբ որ ինձ հարցնում են իմ գործընկերները, այդ քաղաքական կազմակերպությունների ղեկավարները կամ այդ խորհուրդները, որտեղ ինձ հրավիրում են։ Երբեմն ես հրավիրված որպես մասնակցում եմ նաև ներքին քննարկումներին, ես դա եմ պաշտպանում, ասում եմ, որ այլ ընտրանք մենք չունենք։ Երբեմն կարծիք կա, որ կարող ենք ընտրել, օրինակ Չինաստանը մեզ առաջարկում է ինչ-որ բան, մեզ չի առաջարկում Չինաստանը, մեզ Իրանը ինչ-որ բան առաջարկում է, չի առաջարկում, մեզ համար ընդունելի որևէ բան, որը կապահովի մեր հայապահպանություն ասեմ, մեր ինքնությունը պահպանող, զարգացում ապահող ծրագիր չկա, Ռուսաստանը առաջարկում է, չի առաջարկում, չկա ծրագիր, այսինքն միակ բանը, որ մեզ առաջարկում է, Եվրոպան արևմուտքն է առաջարկում, դրա համար ես ասում եմ, թե եթե իրենք առաջարկում են եւ նրանց շահերից բխում է ներկա լինել Հայաստանում եւ Հայաստանին տանել իրենց հետ, ես ասում եմ գնանք ընթառաջ։ Շարունակեք գնանք։ Հա, ու մեր այդ խումբը Եվրաքվեի աջակիցների խումբը ես կարծում եմ, որ եթե դա դարձնի իր ծրագիրը, ընթառաջ գնալ, արևմուտքին,
Ոչ թե գնալ արևմուտք, այլ արևմուտքը քանի որ գալիս է, այդ բարձր ձեռքը սեղմել։ Այլ ընտրանք չունենալու պատճառով նաև, բացի նրանից, որ մենք հայ ենք, քրիստոնյա ենք, Մեսրոպ Մաշտոց, Գրիգոր Նարեկացի, Այվազովսկի ու շարունակեմ Մարտիրոս Սարյան, Արամ Խաչարյան, այսինքն մենք եվրոպացի ենք, մենք յուրայինները գալիս են, այստեղ նրանք շահ ունեն, մեր կենսունակ պետությունը բխում է արևմուտքի շահերից, ուրեմն ես ասում եմ, որ մենք կարող ենք կազմակերպել մեր պայքարը այնպես, որ մենք լինենք ազգային ժողովում, իմ կարգավիճակը, ես ասեմ, որ այնտեղ ինձ բավական բարձր տեղեր են հատկացնում, ես հայտարարել եմ, ասել եմ, որ ես թոշակառու եմ, 10 տարի եղել եմ ազգային ժողովում, կշտացել եմ, կարիերա չեմ ուզում տարիքս և այլն առողջությունս, բայց իմ ընկերներն ասում են, դու մեզ չես խանգարում, արի մեզ հետ, դեռևս դա որոշված չի։ Մեղմ է ասած, հա չես խանգարում, երևի թե հակառակն են ասում, որ մեզ պետք ես։ Ես գլուխ գովալ սիրում եմ, բայց… Պարոն Արշակյան, ես ուզում եմ վերադառնամ Արամ Սարգսյանի այդ ձևակերպմանը, ես որ հարցնում եմ, այսինքն ինչ էր նշանակում Արամ Սարգսյանի այդ ձևակերպումը, որ մենք պարտվեցինք, որովհետև մեր միասին գործելը չավելացրեց մեր վարկանիշը, միասին գործելը ներողություն, այս բառերի վրա եմ ուզում ուշադրություն դարձնել, նշանակում է առանձին պետք է գործեք, այսինքն այստեղ ազգային ժողովի ընտրություններին առանձին եք դուք գնալու։ Ես ուզում եմ նախքան ձեր հարցին պատասխանելը մի կարևոր բան արձանագրել։ Օրենքը, ընտրությունների մասին օրենքը կատաստրոֆա է, աղետ է։ Ցանկալի էր, որ ճիշտ հակառակը լինի։ Օրենքը պետք է պարտադրի համախմբվածություն։ Իսկ օրենքը պարտադրում է սեպարատիզմ։ Այդ 4 և 8%-ների թեման է, այսինքն եթե առանձին ես գնում կուսակցությունը, պետք է 4% հաղթահարես, ինչը համարում են ավելի հեշտ, իսկ եթե միասին եք գնում 8% պետք է, որը չեն վստահում իրար։ Ճիշտ հակառակը պետք է լինել, այսինքն համախմբման և փոխզիջումների կուլտուրա պետք է առաջանա, փոխադարձաբար զիջումներ, այսինքն հարկադրված պետք է լինեինք մենք, և օրենքը պետք է պարտադրեր նաև գրանցումով, մենք պետք է ներկայացնեինք 6000 գրանցված քաղաքացուցանք, մեր աջակիցները յուրաքանչյուր ընտրություններին մասնակցող, հայտ ներկայացնող որևէ կազմակերպություն, պետք է ներկայացնի առնվազն 6000 հոգի, որ գրանցված է ընտրատեղամասերում, կամ 10000 հոգի, պարտադիր լինի, դա հիմա ինչպես է։ Հիմա ոչինչ էլ պետք չէ, ասում են հավատում ենք ձեզ, դա բան է, պետական հսկողություն է նշանակում քաղաքական կուսակցությունների վրա։ Այսինքն մարդ կուսակցություն հանգիստ կարող է։ Այո, մեկ ավտոբուսով գալու Սահակյանը, մի ավտոբուսով մարդիկ, կամ փոքր, միկրոավտոբուսով քաղաքական ուժը գալիս ներկայանում է, դա չպետք է կարողանա, դա պետք է ակումբ լինի, կամ ինչ-որ հասարակական կազմակերպություն։ Այսինքն ֆիկտիվ է այդ ամբողջը։ Չէ, դա հակապետական է, հակաքաղաքական օրենքը, դրա համար եմ ասում, որ այս ազգային ժողովը աղետ է, օրակարգից դուրս է եկել, հայհոյում են, անձնական հարցեր են լուծում ազգային ժողովում, տեսեք ինչ հարց կա, որն է ճիշտ, Հայաստանում լինի մի քանի, օրինակ քառյակ, 4 կուսակցություն, 3 կուսակցություն, 5 կուսակցություն, խմբեր, այդ ակումբները, որոնք որ հիմա մենք ունենք 200 կուսակցություն ենք, դրանք ակումբ են, պետք է ներկայացնեն յուրաքանչյուր տեղամասում 3 հոգի, 5 հոգի, բայց տեղամասում դուք վստահված անձի ցանկ չներկայացնեք ու դուք ձեզ համար եք կուսակցություն, ես այդպիսի կուսակցություն ղեկավարել եմ, գիտեմ դա ինչ է նշանակում, ուրեմն առաջինը, սա նախաբան որպես ասեմ, օրենքը պետք է պարտադրեր միասնություն, հավաքականություն, օրենքը հակառակը քայքայում է քաղաքական պայքարի քաղաքական հարթակը, որպեսի տվյալ կարելի է ենթադրել, որպեսի տվյալ իշխող ուժը, որը ադմինիստրատիվ ռեսուրսներով օժտված է, նա միշտ ունենա առավելություն ցանկացածի դեմ, որովհետև միավորվելով
կարող են կուսակցությունները, չգիտեմ, ճիշտ ասած, այդտեղ արդեն ես ընդհանրապես ինձ մոտ հարց է ծագում, այդ միանալը, կուսակցություն բացելը, դրանք գաղափարական հենք ունեն, թե դրանք զուտ, այսպես պայմանական խնդիրներ են։ Եվ այսպես, սա արվել է որպես իշխող ցանկաց այդ տվյալ ժամանակահատվածի իշխող կուսակցությունը, ով եկավ հասավ։ Ասենք հիմա եթե ուրիշը ոչ Նիկոլ Փաշինյանը, այլ քաղաքական ուժ մեծամասնություն ունենա, նա է դրանից օգտվելու, որ մնացած կուսակցությունները փոքրիկ են լինելու եւ ջախջախվելու մեծ հնարավորություն ունի իր ադմինիստրատիվ ռեսուրսով օժտված իշխանական թևը։ Շնորհակալություն։ Դու գիտեք ինչքան շատ բան ասացիք, ես դա չեմ ասի։ Այդ հարցի մեջ կար իմ պատասխանը։ Ասեք։ Իհարկե, այդ բեկորները հեշտությամբ կարող են պարտվել, հետո մենք սիրում ենք հավաքական ուժը տեսնել, Եղիշե Չարենցը մեզ տվել է բանաձևը, հավաքականության մեջ է մեր ուժը, մենք սիրում ենք միասին լինել, մենք այդպիսի ժողովուրդ ենք, այդ լուսանցքային բաներ կա, թող լինի, դա համեմունք է քաղաքական, լուսանցքում թող մի բան լինի, բոլոր դեպքերում մենք իմանանք, որ դա հնչել է, անտեղյակ չենք, բայց իհարկե պետք է լուրջ լինի, կադրային լուրջ քաղաքականություն է ենթադրում հավաքականությունը, գիտեք ինչ մրցակցություն կսկսվի եւ դուրս պրծուկներ չեն կարող հայտնվել այդ մեծ ցուցակում, պատկերացնենք 5-6 կուսակցություն երբ միավորվում են, այդտեղ լուրջ մրցակցություն է գնում, այսօրվա վիճակում մենք ունենք, հարթակում ունենք, այ քաղաքական այդ խճանկարը որ նայում ես գրպանների գրպանային կուսակցություններ կան հենց գրպանում, այսինքն մեծահարուստները ապա քաղաքական ու ակնհայտորեն հակաքաղաքական ուժերը քաղաքական կուսակցություններ են ստեղծել օրենքի թույլտվությամբ, օրենքը թույլ է տալիս այդպիսի հայտ ներկայացնողը պետք է սնանկանա եւ հայտնվի բանտում, երբ օլիգարխը, քրեական նկարագրով օլիգարխը Հայաստանում գալիս է քաղաքական կուսակցություն է ստեղծում, այսինքն զավթել է ուզում իշխանությունը, պետությունը զավթում են, այդպես եղել է, մեր երկիրը 20 տարի զավթված է եղել քրե օլիգարխիկ համակարգի կողմից, հիմա մեր մոտ օրակարգային է արգելել քրեականներին եւ օլիգարխներին մուտք, նրանց մուտքը արգելել քաղաքական կյանք, երկիրը չի կարելի հանձնել նրանց որպես սեփականություն, հիմա դա է, նրանք կարողանում են մոբիլիզացնել, ուրեմն պետության խնդիրն է քաղաքական ուժերին մոբիլիզացնել, քաղաքական պայքարին պատրաստված մարդկանց ներգրավել քաղաքականության մեջ, ուրեմն տեսեք ինչքան մեծ ծրագիր կա, հիմա մենք հենց որ ասում ենք մենք գրում ենք սեպարատ ուժերով առանձին, մենք արդեն պարտված ենք, որտեղ այնտեղ առանձին չեն, նրանք կառավարվում են դրսի ուժերի կողմից, ես կարծում եմ, որ մի ուժ չի, հիմա բոլորը թուր առել ընկել են Ռուսաստանի հետևից, միայն Ռուսաստանը չի, նույնիսկ հիմա գուցե Ռուսաստանը ամենաքիչ շահագրգռված ուժն է Հայաստանը կործանելու, նա միշտ էլ կուզենա այստեղ թաթը դնելու, արջի թաթ, ուրեմն էլի ուժեր կան, որոնք շահագրգռված են, որ հայկականությունը այս տարածաշրջանում տկար լինի, մասնավորապես մեր հարևան պետությունները, եւ նրանք լծակներ ունեն ներսի կուսակցությունների վրա, դա միջնորդված ձևով է, ովքեր են ֆինանսավորում այդ կուսակցություն, թափանցիկ չի ֆինանսավորումը, բացառությամբ քաղաքացիական պայմանագրից, որ թերթում գրում են, դա էլ բան է, խայտարակություն է, դա ինչ է նշանակում, ընդհանրապես պետք է սահմանափակվի նվիրատվության չափը, որպեսզի զանգվածը մեծանա, օրենքներ կան, հատուկ օրենքներ կան դրա համար, հարկավոր է սահմանափակել, այսինքն ստացվում է, որ Հայաստանում երկու ուժեր ձևավորվեցին, պետական եւ ապապետական, պատկերացնում եք պետական եւ ապապետական ուժեր են, դրածոներ եւ միակ տարբերակը, որ մենք ինչ անենք, ակնհայտորեն հայկական պետության շահերը ուրացող
մեղմ եմ, չի ասում, ուրացող ուժերը հայտ են ներկայացնում, հենց դա էլ ասում են, հայտարարում են, որ մենք գալիս ենք պետությունը լիկվիդացնելու, պետությունը գալիս ենք լիկվիդացնելու, ինքնասպանության իրավունք ենք տվել մենք, մեր քաղաքական իշխանությունը իրավունք է տալիս, գան ասում են, գանք սպանենք մեր պետությունը, այ նրանք հիմա լուրջ են, լուրջ զբաղվում են դրանով, մեր հիմա ինձ անձամբ ես ինչի եմ մասնակցում, ես տեսնում եմ այդ ինքնասպանության փորձը, դրա համար եմ վերադարձել, եթե կարելի է դա վերադառնալ համարել է, ես իմ գործընկերներին ասել եմ, ինձ որոշ տեղեր նույնիսկ առաջի համար են գրել, ասում եմ, ես արդեն օբյեկտիվորեն, ֆիզիկապես առաջին, ես ծնվել եմ սրանից 100 տարի առաջ, հիմա իմ գործը դա չի, ասում են, մնա հենց որ հարմար մենք որոշենք մեզանից ով է առաջինը, դուք ու տեղը կզիջես, ես էլ դրանից ինձ նույնիսկ լավ եմ զգում։ Հա, էլ տեղապահ եմ ասում, բա որ ասեմ չէ, պատկերացրեք, բա որ ասեմ սովորեցի առաջին կամ 5-րդ լինելուն։ Ես կարծում եմ, որ ցավալի է, որ օրենքը չի պարտադրում, պետությունը պետք է որոշ բաներ պարտադրի մշակույթ, բարձր մշակույթ, պարտադրի լեզու, պարտադրի վարքագիծ, պարտադրի հարկահավաքություն, պարտադրի զինվորական ծառայություն, անվտանգություն, կարգ ու կանոն պարտադրում է պետությունը, պետությունը պետք է պարտադրի նաև համախմբվածություն քաղաքական ուժերին, կարծում եմ, որ այսօր մեր պետությունը չի անում, ես չեմ ասում, դուք մի քիչ առաջ ասացիք իշխող ուժերը, այդ իշխող ուժերը արդեն որն է 4-րդն է, չէ, քաղաքացիական պայմանագիրը 4-րդ իշխող ուժն է, չէ, Ղարաբաղյան շարժում, Ղարաբաղ կոմիտեն առաջի ուժը, հայոց համազգային շարժումը, հետո Վոժդը, այդ Ալիևի պարտկոմը, ելով կար։ Քոչարյան, Սերժ Սարգսյանի հանրապետականը, դրանք բոլորը օգտվել են այդ իրավունքից, ռեսուրսներ կենտրոնացնելու իրավունքից, բայց հիմա որտեղ են, Ղարաբաղ կոմիտեն որտեղ է հիմա, ես ես վերջերս մի քանի հոգի իմ նման ծերունական, մարազմատիկ հայտարարություններ արեցին, բայց համազգային շարժումը չկա, հայոց համազգային շարժումը չկա, բայց նա էր չէ օրենք գրողը, հանրապետական կուսակցությունը չի ցանկանում մասնակցել ընտրություններին, դա սպառնում է նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, եթե ինքը պայմաններ չստեղծի լիարժեք, բայց դուք ասում եք գրպանային կան, գուցե նա իր անունով չի մասնակցում, այլ պրոքսի կուսակցություններով, տեսեք, ինչքան մեծ է ընտրությունը, չէ, շատ մեծ է, գուցե դա, դուք ասում եք դա վատ է, իսկ գուցե ձեզ պատասխանեն, ասեն, հակառակը, ընտրությունը մեծ է, հանրությունը դրանից միայն շահում է, ինչպես հանրախանութում, գնում ես տարբեր տեսակի պանիրներ կան ներողություն, ես համեմատություն չեմ ուզում անեմ քաղաքական ուժերին, բայց դե ընտրությունը շատ մեծ է, որին ուզում ես ձայնդ տուր, անկախ նրանից դու գիտես Ա կուսակցությունը այն Գ կուսակցության հետ դրանք նույն գրպանում են գտնվում ներողություն կոպտության համար, կոպիտ արտահայտության համար, թե առանձին են։ Այսինքն մի գրպանից կարող են 10 կուսակցություն լինել։ Էշալոնացված տարբերակը կա, ես ասում եմ։ Եվ գրպաններն էլ 2-3 գրպան լինեն իրականում, հա, կարող է այդպես լինել։ Այո, գրպանիկներ։ Այսինքն կան 2-3 գրպանիկներ եւ մնացած կուսակցությունը, դա խայտարակություն է, ինչ ես հիմա նկարագրում եմ, ես ասում եմ եւ ինքս սարսափում եմ դրանից, եթե դա է մեր իրականությունը։ Պարոն Արշակյան, ասեք, որ դա չէ մեր իրականությունը։ Մեր իրականությունը ցավոք սրտի հենց դա է։ Բայց ես տերմին կմտցնեմ էշալոնացված է։ Էշ արմատի վրա ուշադրություն դարձնենք։ Մեր հակառակորդները հատուկ սարքում են, աղմուկ են սարքում, շփոթեցնում են, եթե խանութի օրինակով գնանք, ինչ նպատակով է մարդը գնում խանութ։ Հանրախանութ, ինչ նպատակով է գնում, զբոսնելու համար, փող ծախսելու համար է գնում, եթե իրեն ինչ-որ բան է պետք, հենց դա պետք է վերցնի,
պատկերացնում եք, շատ բան կա այնտեղ։ Ինչ է պահանջվում այ Հայաստանի Հանրապետության օրակարգը ո՞րն է այսօր։ Այդտեղից պետք է ասենք, օրակարգը ո՞րն է Հայաստանի Հանրապետության։ Կարևոր հարց է։ Իհարկե, ուրեմն քաղաքական կուսակցությունները պետք է սպասարկեն, իմիջիայլոց դրանք ծառայեն, բայց դրանք գալիս են որպես տեր։ Դուք պատկերացնում եք, ծառայու տիրոջ տեղերն են փոխվել, նրանք գալիս են ծառայության։ Պետք է ծառայեն, ինչին պետք է ծառայեն, այսօրվա օրակարգին։ Այսօր ինչ է պետք մեր հանրապետությանը, մեր ժողովրդին։ Ուրեմն կուսակցությունները այդ համար եմ ասում, պետք է միավորվեն օրակարգի շուրջ, գաղափարի։ Դες ասի գաղափարական հենքի վրա են միավորվում, գաղափարապես այսպիսի գաղափարական հենք հասկացողություն կա այս ընտրությունների մեջ, թե զուտ այսպես է հարմար, սա վարկանիշ է ավելացնում, սա պակասացնում է, սա 4% կբերի, սա 3% կբերի, մեխանիկական կա գաղափարական հենք։ Այո, երկու գաղափար կա, հնչեցրած երկու գաղափար։ Մեկը կեցե ազատ անկախ ժողովրդավարական Հայաստանը, ես բարբերաբար դա ասում եմ, դուրս բերենք Հայաստանը ֆորպոստի կարգավիճակից, օրինակ մենք դա ենք ասում, Եվրաքվեի կողմնակիցները, դա ենք ասում, մենք դուրս բերենք օտարի Դու կարգախոսների մակարդակի Չէ, քաղաքական ծրագրեր են դրանք։ Կուզենայի, որ դա լիներ իսկապես քաղաքական ծրագիր, ոչ թե կարգախոս պարզապես։ Այո, տեսեք։ Ավելացնենք աշխատատեղերը, օրինակ, շատ լավ բան է։ Բայց դա գաղափարական հենք չէ։ Երևան Չէ, թող լինի, միայն ուրախ կլինենք, բայց դա գաղափար չի, դա գաղափարական հենք չի, դա ընտրակաշարք է։ Դա ամբողջահաճություն է։ Դա մարդկանց մոլորեցնելու, այդ դրա համար եմ ես ասում, որ մրցակցություն չի եղել։ Հիմա կա երկու կարևոր ուժ, մենք Եվրաքվեի ստորագրահավաքի մասնակիցներս ավելացած քաղաքացիական պայմանագիրը։ Ներողություն, ես չհասկացա դա։ Գիտեք, որ օրենք ընդունվեց, այդ ստորագրահավաքը դարձավ օրենք ընդունվեց քաղաքացիական պայմանագրի շնորհիվ։ Քաղաքացիական պայմանագիրը անցկացրեց այդ օրենքը Եվրոմիության հետ, սերտաչեցման օրենքը, ստացվեց, որ Եվրաքվեն մի կողմից, քաղաքացիական պայմանագիրը պլյուս և մյուս ուժերը, որոնք դեմ են եվրոպական արևմտյան ուղղությանը Հայաստանի, դեմ են անկախությանը, ժողովրդավարությանը, զարգացմանը դեմ են։ Չէ, ինչու եք ստորակետով դնում, դեմ են եվրոպական ուղղվածությանը, դա մի բան է, դեմ են անկախությանը, դա կարող է լինեն ուրիշ բանի կողմ, բայց անկախությանը, ուզում եք ասեք եվրոպական ուղղվածությունը և անկախությունը դա միայն այդպես է դիտարկվում հանուն անկախության պայքարողների։ Հայտարարում են, ասում են, որ մենք կողմ ենք Եվրազիական միության հետ մեր պետության խորացմանը, մարդիկ հայտարարում են, իսկ Եվրազիական միությունը ունի ծրագրեր քաղաքական, օրինակ, այնտեղ ներգրավված պետություններում ազգային լեզուն համարվում է երկրորդական, օրենքով, օրինակ թաթարերենը, մարդվերենը, չուվաշերենը երկրորդական լեզու է, պարտադիր լեզու չի հանրակրթական դպրոցներում, պետական դպրոցում այդ լեզուն պարտադիր չի, մեր լեզուն էլ այնտեղ պարտադիր չի, դու գիտեք, ես երբեմն երբ ասում են ռեկոնկիստայի մասին խոսում եմ, բայց նոր Նախիջևան Նադանու, Արմավիրը, Արմյանսկը, այդ ծրագրեր էին, Ռուսաստանը դա անում էր, պարտադրված էր, նա ապահովում էր հայ ժողովրդի անվտանգությունը նույնիսկ տեղահանելով ապահով Ռուսաստան տանելով կոմպակտ բնակեցնելով տալով եկեղեցու դպրոցի կրթության Լազարյան ճեմարանը Լազարյան համալսարանը արևելագիտության համալսարանը որ յուրացրել են պետականացրել է Ռուսաստանը մեր ազգայինը ուզում եմ ասել որ տեսնում եք ուրացված է այնտեղ գնալով մենք կորցնում ենք Լավրովի ազգանունը 6 թե 7 լեզու գիտի հայերեն չգիտի մարդը դրանով հպարտանում է Մարգարիտա Սիմոնյանը մի քանի լեզու գիտի ազատ խոսում է մի քանի լեզվով բացի հայերենից
այդտեղ են մեզ տանում, հայտարարում են, այո, ասում են մենք պարտավոր ենք որոշ բաներ, ոնց որ սովետական միությունում էր, ոնց որ Արմյանսկայա օբլաստ Նիկոլայ առաջինի ժամանակ, մենք այդ փորձը ունենք, հայկականությունը մերժվում է այնտեղ, արևմուտքը դրա վրա ուշադրություն չի դարձնում, նույնիսկ ընդհակառակը, նրանց մոտ հատուկ օրենքներ կան, որոնք խրախուսում են ազգային փոքրամասնությունների մշակույթը, խրախուսական ֆոնդեր կան։ Գլոբալիզացիա, գլոբալիզացիայի մեջ մտնում են առանձին մասնաբաժինների զարգացումը։ Դե մենք հիմա մարդիկ ասում են, փող տանք դպրոցներ սարքենք։ Դպրոցները մանկապարտեզներ են հիմա եվրոպացիները վերանորոգում ու սարքում։ Անում են դրանք։ Ես իսկ այդ կուսակցությունները, ես դրանց անունները չեմ ուզում տան, չասեք ով։ Հայտնի են։ Նրանք ասում են, որ միանանք, իրենք անձնագիր չունեն հայկական, հայաստանցի չեն, ասում են միանանք նրանց, դրա համար ես բաժանում եմ երկու մասի, կան անկախականներ, ժողովրդավարության պաշտպաններ եւ Հայաստանը հանեն, դա է կարևորը, ես չգիտեմ, դա ասեմ, ես արդեն 100 տարի դրանով զբաղվում եմ, իմ կենսագրության մեջ հենց դա է, հանել Հայաստանը չդարձնել օտար երկրների, այլ պետությունների, այլ ժողովուրդների մանրադրամ, ֆորպոստ, հենակետ, զաստավ, ուղեկալ չդարձնել, Հայաստանը դառնա իր շահերի, հայկական պետությունը սպասարկի իր շահերը, պատերազմի թատերաբեմ չլինենք ուրիշների համար, պատճառ չլինենք խաչակրած արշավանքների, մենք չդառնանք պատճառ, այն այդպիսի ուժեր կան, հիմա ես մտածում եմ, որ օրենքը դեռուս չի, ազգային ժողովը պետք է օրենք ընդունի, որ 10% առանձին կուսակցությունները պետք է 10-20% ձայն հավաքեն, որպեսզի անցնեն, եթե այդքան վստահ եք ձեր վրա, 20%-ը հաղթահարեք, իսկ միացածները համադաշնություն, ցանցային տիպով, Արման Բաբաջանյանն ասում է ընդլայնված ցուցակով, տերմին է մտցրել, ընդլայնված ցուցակով կուսակցությունը 5%-ով թող հաղթահարի շեմը անցնելության, պատկերացնում եք ընդլայնվածը 5%, առանձինը, եթե վստահ է քաղաքացիական պայմանագիրը, ճիշտ, բայց մենք այդ դա չունենք եւ չի լինելու հիմա։ Ժամանակ ցանկություն։ Իրեն այդ թքելու փոխարեն թող դա անեն։ Ցանկությունը։ Մենք բացատրեցինք, քաղաքական կամք է դա կոչվում։ Այո, քաղաքական կամքը, դա ցանկությունը նույն բանն է, կամքը եւ ցանկությունը, եւ մենք երկուսով եկանք այն կամ դուք համաձայնեցիք ինձ, որովհետեւ ասեք ուզում եք դա նույնը ասել, որ ցանկացած իշխող կուսակցությունը դա ձեռնատու չի։ Նրանք պետք է մանր, որպեսզի կարողանա հաղթահարի այդ մանրներին։ Այո, տեսեք, սխալ է, դա ինքնասպանություն է։ Ես դա եմ ասում։ Դե այս ընտրությունները ցույց կտան, որքանով է իշխող կուսակցության համար ինքնասպանություն այս տարբերակը։ Պարզապես այդ օրինակը, որ ես բերեցի, ասացի գուցե հանրությանը առաջարկում են մեծ լայն ընտրանի այդ օրինակն էլ որ բերեցի պանիրների, ես հիշեցի, դուք էլ ասացիք գրպանները, մի գրպանների մեջ մի քանիսն են։ Հիշում եք սովետական շրջանում են տառադարաններ դպրոցներում են սովետի ժամանակվա դպրոցներում տառադարանների մեջ հատիկ կտրտում դնում էինք։ Այսենց հատիկ կտրտած կուսակցություններ են, գուցե դա օգուտ է հասարակության համար, լայն ընտրություն է, ինչու ոչ։ Նորից գալիս ենք ուրեմն դա փոշիացման գաղափարն է։ Ինչին է վնաս, ինչին է օգուտ այդ փոշիացումը։ Ես երբ որ ուրախացա արձանագրեցի, որ լավ այդ հարցը տվեցիք, ես դեմ եմ այդ կարգավիճակին։ Ես դրա համար ասում եմ հարցը բարձրացնելն է լավ, որ չի կարելի փոշիացնել։ Հետո մենք պետք է պատասխանատվության խնդիր ունենք։ Պարոն Արշակյան, այստեղ կանգ ենք առնում, ինձ հուշում են, որ գովազդի ժամ է, այդ փոշիացման թեմայով կշարունակեն գովազդից հետո։ Թեման կշարունակեն գովազդից հետո։ Գովազդի սիրելի հայրենակիցներ, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։
Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 սենսացիա։ Այ սենսացիան է սա։ Ձրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Ապրիլի 1-ին ազգային տեխնիկային թատրոնում կկայանա հեղինակային երգի բարեգործական երեկո։ Այս անգամ երգանները հավաքվել են ի աջակցություն Հուսո տուն բարեգործական կենտրոն հիմնադրամի։ Ամերիկի ընթացքում դուք կարող եք ունկնդրել Ռուբեն Հախվերդյանի, Երևանի ոսկյաշուն, Էդուարդ Զորիկյանի, Մուրացկանին, ֆանականին, ճգնավորին միանձնոհուն, Արմինե Հայրապետյանի, Հայկ Պետրոսյանի, անցած օրեր, դարձած ուշեր, Գագիկ Շիբոյանի, կյանքի ճամփով միշտ Արեգ Նազարյանի սուտանկերը մարդից կորած իրական եւ Վախթանգ Հարությունյանի կատարումները Ժամանակին արեգակից չրակի լույս փոքրիկ վառը եւ ձեր մասնակցությամբ մաս կազմել այս կարևոր գործի։ Միասին կարող ենք անել ավելին։ Տոմսերը կարող եք ձեռք բերել Fast Ticket կայքից։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն,
շարվածքից մինչև տպագրում։ Զանգահարեք, գրեք, այցելեք։ Միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք պարոն Ազատ Արշակյանի հետ, Գերագույն խորհրդի падգամավոր, հասարակական քաղաքական գործիչ։ Եվ այսպես, պարոն Արշակյան, շատ կարևոր հարց է, այս հարցը երևի ես ոչ միայն ձեզ հետ եմ քննարկում, փորձում եմ ինքս էլ հասկանալ, ձայների փոշիացում։ Ինչու է այդ հարցը հիմա կարևոր, որովհետև այո, շատ են մասնակիցները, ազգային ժողովում այդ ընտրությունների մասնակցության հայտ ներկայացնող քաղաքական ուժերը եւ հասարակությունը չի կարողանում կողմնորոշվել կամ օգնենք հասարակությանը կողմնորոշվելու մեջ, դա այլ հարց է։ Երկրորդ հարցը, երբ որ այդ 20 քաղաքական ուժին, պայմանական, որտեղ ամեն նոր քաղաքական ուժ է գրանցվում, X քաղաքական ուժերին, երբ որ այդ ձայները գնում են, քաղաքացիներն էլ X չեն, մենք գիտենք որքան է ընտրող քաղաքացիների թիվը, ճիշտ է, այդ քաղաքացիների ձայները, երբ որ այդպես բաշխվում են, մենք գալիս ենք, ուզում ենք հասկանալ, դա օգուտ է հասարակությանը, օգուտ է Հայաստանին, թե հակառակ մենք վնասում ենք մեր պետությանը, այս ընտրական օրենսգրքի այդ օրենքները վնասում են եւ մենք արդյունքում ինչ ենք ունենալու։ Եվ այսպես, դուք ասում եք դա վատ է, ձայների փոշիացում է, ինչով է վատ, ես ասում եմ գուցե լավ է։ Մեր օրենքը, գլխավոր օրենքը, սահմանադրությունը արդեն պարտադրում է ազգային ժողովում համախմբվածություն։ Դա գիտակցված բան է։ Ազգային ժողովում, գիտեք, ճնշող մեծամասնություն կա պարտադրված։ Դա կա, մենք մեր հասարակությանը, մենք մեզ ճանաչում ենք, հայելի ունենք, մենք մեզ տեսնում ենք որպես հասարակություն։ Ուրեմն սահմանադրությունը արդեն ցույց է տալիս, որ համախմբվածությունը պարտադիր է։ Երկրորդը, որ մենք միցակ անդադ, ես ինքս անդադ շրջանցում եմ, թափ եմ հավաքում, արգելակները չեն պահում։ Ուրեմն ապա պետական ուժերը ընդհանրապես չպետք է կարողանային մասնակցել, չպետք է կարողանային գրանցվել։ Լավ, կարողացել են, գրանցվել են կա։ Մենք հիմա կոչ ենք անում, հիմա այս հաղորդումը հենց այնպես չի, դրանցից մեկը կնայի, նրանք ունեն ինչ-որ ծառայություններ ունեն, որ մեր հաղորդումները նայում են։ Հանրապետական կուսակցության ժամանակ ես գիտեմ ովքեր էին դրանք, ես մի անգամ սխալմամբ եղել եմ այդ շենքում, ուրեմն կա մի ինստիտուտ, որ այսպես բոլորը նայում է կարտատեկա, մենք մի ճարած կարտատեկայի մասին ենք խոսում, մենք ունենք կարտատեկա։ Դե այդ մի քիչ ուրախացնում է, որ գոնե ինչ-որ մի բանը աշխատում է, գուցե։ Այո, փորձագետները, մենք հիմա խոսում ենք փորձագետների համար, նրանք հիմա իրենցով են զբաղված։ Այդ քաղաքացիական պայմանագիրը զբաղված է ինքը իրենով, այդ վերադասավորումներ, անդադ տեղաշարժեր են անում այդ ֆիգուրները, խառնում են, նորից են ուղում, բայց փորձագետների համար եմ ես դա ասում, ուրեմն ապա պետական ուժերը, այ որոնք որ դեմ են ժողովրդավարությանը եւ ինքնիշխանությանը, անկախությանը, նրանք պետք է գործունեության համար հայտնվեն բանտում։ Հենց հայտարարեցին պետք է գնան բանտ, նրանք չպետք է լինեն քաղաքականության մեջ, չպետք է լինեն օլիգարխները, քրեականները ցենզ պետք է լինի, այսինքն մենք հիմա հայտարարում ենք, այս դա եմ ասում, անգործության մասին մեր իրավապահ մարմինները անգործության են մատնված, նրանք պետք է արգելեն դրանց գործունեությունը, բանտում պետք է լինեն, մարդասպանները բանտում պետք է լինեն, նրանք չպետք է նոր լծակներ, նոր իշխանություն ստանան, հայտ ներկայացնեն, դա հանում եմ, դրա մասին չպետք է քննարկենք, որ գիտեք պետության դեմ, պետության անկախության դեմ, ժողովրդավարության դեմ, գործող քաղաքական ուժը հայտ է ներկայացում, դա արգելված է, չպետք է լինի։ Հիմա վերադառնամ ձեր հարցին։ Քաղաքացիական պայմանագիրը, հանրապետական կուսակցությունը, ՀՀՇ-ն, այն ժամանակ հայոց համազգային շարժումը պետք է ինքը գեներացներ, ինքը պետք է իր համար մրցակից ձևավորեր,
ինքը դա օրենքի ուժով պետք է լիներ, այսինքն քաղաքացիական պայմանագիրը պետք է իր համար 49% ձայների հնարավորությունով մրցակից ունենա, որոնք որ զբաղվելու են պետականաշինությամբ։ Դուք գիտեք, վերջերս մեր պետականաշինության հանձնաժողովի նախագահը գնաց սահմանադրական դատարան։ Մարդին փողնա գործից հեռացնեին, որ սահմանադրությունը մեր սեղանին չի։ Այնչի մասին մենք խոսում ենք, պետաիրավական հանձնաժողովի դեֆեկտի մասին ենք խոսում։ Դա իրենց գործն է, մենք ենք անում։ Այդ մարդկանց առաջ տարան։ Պաշտոնի բարձրացում ստացան։ Ուրեմն այդ դա է պատճառը, որովհետև չկա մրցակից։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պետք է ունենա մրցակից պետականաշինության, ժողովրդավարության, զարգացմանը խթանող։ Ես երևի մի 100 տարի, 100-ից մի քիչ պակաս, Գյումրեցին ասում, 130 պակաս, տարի ասում եմ, որ հեծանիվի պեդալները երկուսն են, մեր հեծանիվը մի պեդալանի է, միայն մեկն է աշխատում, ուրեմն ընդդիմությունը հաջորդն է, դա ապագան է, մենք ապագայի քաղաքական ուժ, քաղաքականությունը պլանավորող, ձևավորող ուժ չունենք, այսօրվանը կա, երեկվանը կա, նույնիսկ երեք չի առաջորդվանը կա, մեր քաղաքական հարթակ ասեմ, ուրիշ բաներ կարելի էր ասել, խնայում եմ ձեզ, ուրեմն երեք չի առաջ օրը կա, երեք կա, այսօր կա, վաղը չկա, մենք վաղը չենք տեսնում, այդ դրա համար ես ասում եմ, որ նրանք պետք է փակվեն, հեռացվեն կամքով, քաղաքական կամքը դառնում է օրենք, այնպես չի, որ ձերքը խփի սեղանին ասի ռադեղեք, չէ։ Բռնապետություն է կոչվում։ Այլ ձեր խփի սեղանին յադեք դենն անցեք, չէ։ Օրենք է դառնում դա, օրենք են ընդունում, որ այդպիսի կուսակցությունները, որոնց ծրագրում գրված է լուծարել հայկական պետությունը, դա կուսակցություն չի։ Դե ծրագրում այդպես դա բառեր գրված չեն դիվերսանտներ են։ Պարոն Աշակյան, տես բառերը ծրագրում գրված չեն լինում, ճիշտ է։ Գրված են, բազարմանալի որ գրված են։ Դա է հետաքրքիր։ Եթե մտքում ինչ որ կա, դա մեզ չի հետաքրքրում, բայց երբ որ դա գործողություն է, ծրագիր է եւ ծրագրի հետևում կան շարժ կա, զենք, զինամթերք, յոժիկներ, մոժիկներ, սրբազաններ, սրբապիղծներ, մանկապիղծներ, դրանք են հարթակում։ Սրոք, բոլորը տեցի կրուգ է դարձել։ Բոլորը քրեական գործերով մարդիկ քաղաքականություն են մտնում։ Այ ես ասում եմ, քաղաքական կամք, դա դառնում է օրենք, քրեական հանցագործը չի կարող այդ ներկայացնել։ Պարոն Աշակյան, դուք ասում եք իշխող կուսակցությունը, տվյալ դեպքում քաղաքապայմանագիրը իրեն պետք է ստեղծի մրցակից։ Գուցե հենց ստեղծում է այդ, շատերը խոսում են, որ հենց Ռոբերտ Քոչարյանը, ինչու ոչ, նաև այլ կուսակցություններ, այլ դերակատարներ, հենց դրա համար են քաղաքական ասպարեզում, որովհետև իրանք իրար փոխ լրացնում են, իրանք իրար ոնց որ իրենցով են քաղաքական օրակարգը սպառում, այսպես ասած։ Դուք պատկերացնում եք քաղաքացիական պայմանագրին բնութագրող բան է նաև այս մրցապայքարը, տեսեք 18 թիվը 3 չէր, չէ 18 թիվը, բա հեղափոխությունը ինչի համար արվեց, բա ճանապարհները, ես ձեզ ասել եմ, որ այդ օրը ինձ վիրահատում էին ու ճանապարհները փակեն, ինչ որ բան պակասեր չէին կարողանում բերել։ Պատկերացնում եք, ես այդ բանի տակ այդ պարկած կաթիլների, չգիտեմ ինչերի սիրտս բաց էին արել, ասում էին, այս 1.5 միլիմետրանոց բան չկա։ Ճանապարհները փակեին ու ասեցին, որ Սերժ Ազատիչը հրաժարական տվեց, իմ վիրաբույժն էր Ազատիչ։ Հայրենն էր Ազատիչ։ Ինքը եկավ ասեց, որ Սերժը հրաժարական տվեց։ Ես վիրահատարանում էի այդ ժամանակ։ Բայց այդ հեղափոխությունը ինչի արեցին, ես ինֆարկտ ստացա այդ օրը։ Այսինքն այդ լարվածությունը ես ռեակտիվ եմ, գիտեք, հա, երևում է, հիմա էլ չէ։ Ճնշում, հիմա իմ բժիշկները ինձ կանչելու են հանդիմանեն հաղորդումից հետո, ինչ ես այդքան էներգիա ծախսում ազատ։ Ուրեմն 8 տարի
8 տարվա մեջ Հայաստանի Հանրապետությունը տեսեք ինչ ընտրարշավ է սկսել։ Իմիջիալուց ապօրինի, ընտրարշավ չպետք է լիներ, մայիսի 5-ից է օրենքով։ Հիմա պետք է մենք վերադասավորում ներքին խնդիրներ պետք է լուծեինք, այդ ուրախ ավտոբուսները պետք է լինեին ու բավական կոռեկտ, այդ պերաշկի, մերաշկի, կուկուրուզ, մոկուրուզ, հանդիպումներ, բայց կուսակցական։ Պատկերացնում եք 8 տարի հետո միլիոնավոր ռուբլիներ են գալիս պարտիզաններին ֆինանսավորելու համար։ Պարտիզաններ կան մեր երկրում, դուք պատկերացնում եք կռվում են մեր երկրի դեմ մարդիկ։ Այսօր երեք են բռնել, չէ՞, փողերը։ Փողը գալիս։ Սամալյոտով փող են, մեշոկով փող են բերում։ 8 տարի հետո այդ վокзալը, տելեգրաֆը, բանկը չի փակվել, հեղափոխությունը ինչի համար էր։ Ես դա եմ ասում, 8 տարի հետո Հայաստանը կանգնած է 2017 թվականի վերջի վրա, գարունն է 18 թվականի այսօր։ Ես դրա համար ասում եմ, Ինչով։ Սուք ովքեր են իշխանության հայտ ներկայացնում եւ ինչ մակարդակի կեղծ ապօրինի ինտրակամպանիա է սկսվել։ Դու պատկերացրեք ինչ է կատարվում։ Բայց ԿՊՆ-ն էլ է ինտրակամպանիա անցկացնում, ճիշտ է։ Լավ է անում, բայց իր գործընկերն ով է։ Այսինքն բոլորը նույնն են։ Կոնտրռևոլյուցիան, հակահեղափոխությունը, այսինքն հեղափոխությունից 8 տարի հետո հակահեղափոխությունը հետ է գալիս։ Այդ դա է, խայտարակություն է, քաղաքացիական պայմանագրի օրագրում, որ ծնողները ստորագրում են տակ, այդ օրագրի մասին է խոսքը։ Կենսագրության մեջ դա լինել է 8 տարի հետո մերժվածները գալիս են, իրեն են մերժում։ Պետք է իրենց մրցակիցը լինեին իրենց գործընկերները, որ կրթության վրա են հատուկ ուշադրություն, ասում են թնդանոթ մի առեք, թնդանոթ պետք չի, կրթությունը ապահովեք։ Հասարակությունը ինչ անի, որ այս իրավիճակում ինչ անի հասարակությունը, ես չեմ ուզում շարունակեմ նկարագրեմ, որովհետև պատկերացրեցի, որ վատ բան եմ նկարագրելու։ Ինչ անի հասարակությունը այս իրավիճակում։ Այն ինչ որ մենք անում ենք, հենց մենք էլ ենք հասարակություն։ Մենք հասարակություն ենք։ Մենք պետք է մերժենք այս քաղաքականությունը։ Մենք մերժում ենք քաղաքացիական պայմանագիր կուսակցության այս վարքագիծը, որ նրանց հանդուրժում է։ Բայց մասնակցում եք ընտրությունների, ես ուզում եմ ավելի կոնստրուկտիվ լինի այս հատվածը մեր հարցազրույցի, ցավում եմ, որովհետև արդեն ոնց որ թե ժամը լրանում է ABC TV-ի, սիրելի ABC TV-ի ժողովուրդ, հեռուստադիտողներ, իմ սիրելի հայրենակիցներ, այս պահին ես հրաժեշտ տամ, դեռ երևի մի քանի վայրկյան կա, բայց ժամանակ էլ կա, մինչև տեղափոխեք, գուցե միացնեք համակարգչով կամ ինչպես եք դուք դիտում մեր ուղիղ հեռարձակումները, քանի որ այս հաղորդումը ուղիղ հեռարձակվում է, ես կարծում եմ մի քանի րոպե դեռ ավել շարունակելու ենք զրույցը պարոն Արշակյանից, որովհետև ոչ բոլոր հարցերի պատասխանեն պարոն Արշակյան դեռևս ստացեց ձեզանից։ Ձեզ ես հրաժեշտ եմ տալիս, մնացեք բարով, կհանդիպենք մյուս շաբաթ, իսկ պարոն Արշակյան, մենք շարունակում ենք հասարակությունը ինչ անի այս իրավիճակում, դուք ասում եք պետք է սենց լիներ, նենց լիներ, նենց լիներ, հիմա այդպես չէ, ունենք այս ընտրական օրենքները, ունենք այս խաղացողները, որոնք դե կգրանցվեն ըստ երևույթին, գրանցման փուլն է հիմա սկսվելու, ունենք այն ինչ ունենք, այսօրվա իրավիճակում, մենք այլևս եկեք չխոսենք ինչ լավ կլիներ, որ լիներ, արդեն չեղավ, կարելի է մյուս ընտրությունների մասին խոսել, եթե ամեն ինչ բարեհաջող լինի եւ մեր պետականությունը ամուր ոտքերի վրա կանգնած լինի այդ ընթացքում եւս։ Այսօրվա իրավիճակում ինչ եք տեսնում, ինչ ենք ասում հասարակությանը։ Ձայների փուշրացման մասին խոսեցինք ընդդիմություն եւ իշխանություն, երկու պեդալներ, ինչ ասես օրինակներ բերեցինք, բայց հիմա եկեք ավելի առարկայական խորհուրդն եմ ես ձեր, դուք մի քանի, դուք 10 տարի եթե ազգային ժողովում եք եղել, դուք այսպիսի ընտրություններ, այսպես անցել եւ անցել եք, մեծ փորձ ունեք։
Համեցեք։ Մերժել ոչ արևմտական, ոչ արևմտամետ ուժերին կարևոր չի ում կընտրեք, տեսեք, ընտրությունները դեռ չեն սկսվել, բայց ես կոչ եմ անում մերժել դրանց, չընդունել նրանց կանոնները, այդ կաշառատուների, կաշառակերների կանոնները չընդունել, նրանց չաջակցել, այդ միակ բանը այսօր հնարավոր է դա, մի գնացեք դրանց ավտոբուսների հետևից, մի կաշառք մի վերցրեք, ինքնասպան մի եղեք, մեր երկիրը մի սպանեք, այդ գնալով քրյա օլիգարխիկ համակարգի հետևից դուք ինքնասպանություն եք գործում, մի արեք դա, աջակցեք արևմտյան ուժերին, նրանք ովքեր որ Հայաստանի անկախությունն են ուզում, ժողովրդավարություն են ուզում, զարգացում են ուզում, հայտարարում են, այդպիսի ծրագրեր ունեն, ես ասում եմ ուղղակի միացեք այն 60,000 քաղաքացիներին, ովքեր որ քվեարկեցին, ստորագրեցին Եվրաքվեի օգտին եւ քաղաքացիական պայմանագրին, պլյուս քաղաքացիական պայմանագիրը, ուրեմն Եվրաքվեն եւ քաղաքացիական պայմանագիրը, դրանց ձեր աջակցությունը տվեք։ Այսինքն դուք ուզում եք ասել, որ այն քաղաքական ուժը, որի հետ դուք հիմա համագործակցում եք, քաղ պայմանագրի հետ միասին են իրենց համախոհ են համարում։ Այո, մենք միասին օրենք է դարձել, մեր նախաձեռնությունը քաղաքացիական պայմանագիրը վերցրել է, ընդունել է, չեմ ասում աջակցում է, ընդունել է, դարձրել է իր Բայց արդեն ծրագիրը։ կարծես թե 1 տարի անցել է այդ ուղղությամբ, ինչ է արվել այդ ուղղությամբ քաղ պայմանագրի կողմից, որ դուք վստահ եք, որ նա հետամուտ է լինելու այդ օրենքի իրագործմանը։ Ես ձեզ ասեմ, որ հետամուտ չի կարող չլինել, մենք մի կողմից կխթանենք իրեն, խթանել գիտեք, չէ՞, այն շպորները։ Խթանել, մենք կխթանենք, որ անի ուրիշ ստորագրահավաք կսկսենք, հետ կանչի ստորագրահավաքներ էլ կան, եթե չանի, մյուս կողմից եվրոպացիները արևմուտքը ինքն էլ պարտադրել գիտի, նրանք եթե ուզում են գալ Հայաստան, նրանք կգան, եթե քաղաքացիական պայմանագիրը դա չանի, ուրեմն ուրիշը կանի, այ քաղաքացիական պայմանագիրը այդ տագնապը պետք է ունենա, եթե ինքը չի անում, ուրեմն ուրիշը կանի, այդպիսի ուժեր կան, ես ասում եմ, այն քաղաքական ուժերը, ովքեր որ կազմակերպեցին ստորագրահավաքը, այն նրանք կգնան ընդառաջ Եվրոմիությանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Կանադային եւ այլն, արևմուտքին ընդառաջ գնացող ուժեր կան, արևմուտքը այդքան միամիտ չի, անպաշտպան չի, սպիտակ ու փափլիկ չի, ուրեմն քաղաքացիական պայմանագրի թող ականջին օղանի, կամ ինքը պետք է անի, դա պետք է արվի, կամ ուրիշը կանի, իսկ են երրորդ ուժերին, ասում եմ, բանդ, արգելել, փակել, պատժել, ովքեր որ դեմ են Հայաստանի Հանրապետության անկախությանը, ժողովրդավարությանը եւ զարգացման, նրանց հարկավոր է փակել։ Պարոն Աշակյան, իսկ այն ուժերը, որոնք ձեր նկարագրածի դուք ասի կանոններ միտուր, ես չեմ ասում անուններ տվեք։ Գովազդ չանենք դրանց։ Այո, բայց կան նաև ուժեր, որոնք ասում են, ինչու ենք մենք գնում արևմտամետ ենք ուզում դառնալ, մյուսները ասում են, դե գիտենք այդ վիլայեթը, մյուսը գուբերնիան եւ այլն, պետք է լինենք ազգակենտրոն, պետք է հույսներս դնենք մեզ վրա, պետք է լինենք ուժեղ եւ մեր պետականությունը պետք է կախված չլինի ուրիշ պետություններից։ Այո, ռազմավարական գործընկերություն կարելի է ունենալ, ասում են ուժերը, որոնք հավակնում են երրորդ ուժ անվանման, այսպես այդ հորիզոնականը զբաղեցնելուն։ Դեռևս չգիտեմ, կա մեկ երրորդ ուժ, թե ոչ։ Ինչ կասեք այդ ուժերին համագրող եւ այդ ուժերի ելույթներին հետևող քաղաքացիներին, որոնք ողջունում են այդ տարբերակը եւս, ասում են այո, այսօր Եվրամիությունը կթելադրի մեզ այսպես գործել, թե այնպես, վաղը մյուսը էլ չշարունակեմ, չկրկնեմ, պարզ է հարցը։ Հասկացա, հասկանալի է հարցը, այդպիսի ուժ չկա իրականում,
երկու ուժ կա Հայաստանում, հայկական պետության դեմ գործող ուժերը եւ հայկական պետությունը պաշտպանող, անվտանգությունը ապահովող, զարգացման ձգտող ուժեր։ Երրորդ, որ ասում են, նրանք պայքարից դուրս են գալիս։ Այդ դրանք ես կարծում եմ, որ խուսափում են, այսպես ասենք, ձև են գտել, մենք չենք մասնակցում։ Գիտեք հիմա Բայց մասնակցում են։ Կան հիմա ուժեր, որ ասում են, մենք բոյկոտ ենք անում, եթե բոյկոտը չի բերում վետոյի, չի բերում արգելափակման, ուրեմն դա բոյկոտ չէ, դա դասալքությունն է։ Ես կարծում եմ, որ այն ուժերը, որոնք որ ասում են, մենք մեր ուժերով, մենք ենք մեր սարերը, մեր նետ ու աղեղով, մենք բա ինչ է մահմեդական դրապիտայի, գիտեք չէ, համերաշխություն կա, այդպիսի, որոնք չեն ճանաչում հայկական պետության գոյությունը, գոյության իրավունքը չեն ճանաչում, օրինակ այդ Երևան, Մերիվան, որ ասում են, Շահաբազի քարտեզը, որ բերում են, նրանք ինտերնացիոնալ է, այսինքն հայկական պետության դեմ չարագործների ինտերնացիոնալ կա հայկական պետությանը աջակցող ինտերնացիոնալ։ Ներողություն, Հայաստանի ներսում դուք նկատի ունեք, դրսի մասին չէ, դրսում կա սարսափելի բաներ մի ասեք։ Դրսում կա հայկական պետությունը չճանաչող ինտերնացիոնալ։ Ես ինտերնացիոնալը հատուկ եմ ասում։ Միջազգային ուժեր, ինտերնացիոնալ կա նաև հայկական պետությանը աջակցող ինտերնացիոնալ։ Դա արևմուտքն է, արևմուտքի շահերից բխում է, ինք ունի շահ այստեղ։ Մենք ամենալավ շահընկերն ենք արևմուտքի։ Պարոն Աշակյան, արևմուտքի լավ, Թուրքիան եւ Ադրբեջանը ինչ են ուզում եւ ինչու են իշխող ուժին Նիկոլ Փաշինյանի կուսակցությանը կամ քաղաքական գիծը համարում թուրքամետ։ Գուցե այդտեղ էլ վտանգ կա, որի մասին կուզեի ձեր կարծիքը։ Դա հերյուրանք է եւ զրպարտություն է։ Թուրքիան եւ Ադրբեջանը ունեն հայկական տարածքներ, այնտեղ չկա հայկական ոչինչ։ Հայեր էլ կան, միլիոնավոր հայեր կան Թուրքիայում։ Դե նրանք ուզում են պատասխանում են, որ նրանք ուզում են Հայաստանն էլ նվաճել, որպեսզի։ Այ ով է ստիպում Թուրքիային, որ չնվաճի Հայաստանը։ Այ ինչ ուժեր կան։ Այդ ուժերն են մեր դաշնակիցը։ Թուրքիային եթե թողնեն, եթե Թուրքիան այդ սպառնալիքը ոչնչացման, լուծարման, ազգերի լիգայի ընդունած սահմանները, եթե այդ սպառնալիքը եթե չլինի, Թուրքիան մի վարքյան չի սպասի։ Փաշինյանի դիրքորոշումը ինչպես։ Փաշինյանը իր հայտարարածը մենք պետք է ընդունենք հիմա հայտարարած։ Որի մասին է խոսքը, որ անկախություն եւ ժողովրդավարություն։ Հիմա ինքը հայտարարում է անկախություն։ Եվ Եվրոմիության հետ, Արևմուտքի հետ խորը համապարփակ գործընկերություն։ Ես կարծում եմ, որ այդ ձեր ասած երրորդ ուժերը դրանք ուղղակի լքում են պայքարը, ձև են գտել, մենք այնտեղ չենք։ Մենք կռիվ ենք անում, մենք հիմա կռվի մեջ ենք անկախության համար, իսկ մենք ուրիշ բան ենք մտածում։ Ես կռվում եմ։ Դու ում կողմից ես, ասում ես չեզոք եմ։ Ես դիտորդ եմ։ Ես կռվում եմ։ Մենք հիմա կռվի մեջ ենք։ Դուք ինչ դիտորդ եք, դուք դիտորդ չեք, դուք դասալիք եք։ Ես կռվում եմ։ Բայց ազգային ժողովի ընտրություններին մասնակցության դա եմ ասում, երկու ուժ կա։ Հենց որ ասում եմ, մենք փնտրում ենք երրորդ ուժ, որը որ ոչ արևմուտքի հետ է, ոչ արևելքի հետ։ Այդպիսի բան չկա։ Ով արևմուտքի հետ չի, նա արևելքի հետ է։ Որտեղ նրանք կռվում են։ Դա է Հայաստանի Հանրապետությունը դարձել է կռվախնձոր։ Նրանք կռվում են, դու ասում ես, ես արևմուտքի հետ չեմ, ուրեմն դու նրանց հետ ես։ Հա, դու չեզոք չես կարող լինել։ Չես կարող լինել, որտեղ կռվում ես։ Ազգակենտրոն կոչվածը դուք այս պահին համարում եք անիրական եւ Չէ, ազգակենտրոնը հենց մեր հայտարարածն է։ Ուրեմն մեր հետ ես դու։ Ես դրա համար օրենքը պետք է պարտադրի միասնություն։ Եթե դու ասում ես ազգակենտրոն, բա անկախությունից ենկոմ էլ ինչ ազգակենտրոն, ժողովրդավարությունից ենկոմ էլ ինչ ազգակենտրոն։
զարգացումից, անվտանգությունից այն կողմ ազգակենտրոն, չէ, նրանք ասում են մեկուսանանք, դառնանք զոհ։ Այդ դրանք ասում են մեկուսանանք, պետք չի ընդունել նրանց օրենքները, խաչակիրները վտանգավոր են, տեսեք ինչ եղավ Իրաքում, տեսեք ինչ եղավ Լիբանանում, բա ինչ պետք է լիներ, որ ասեց, որ բան են բերելու, իրենց շահերից բխում է այստեղ գործընկեր ունենալը, օգտվեք առիթից, եթե արևմուտքին հարմար է այստեղ Հայաստանի հետ գործընկերություն, ուրեմն մենք պետք է դա անենք, ուրիշ բան չունենք, մենք ուրիշ չենք, ընդունել ենք քրիստոնեություն, մենք հայ ենք, մեր լեզուն ընդունել ենք, մենք այդ լեզվով ենք, հնդեվրոպական լեզվով ենք խոսում, մենք այդպիսին ենք, մեզ մեր հակառակորդները դա ասում են անդադ, գենոցիդը դրա համար էր, որ մենք ուրիշ ենք, մեզ անդադ ասում են, դուք ուրիշ եք, ինչպիսին ենք, ասում են ոնց որ եվրոպացի լինեք, դուք Եվրոպայի շահերի ներկայացուցիչն եք, դրա համար են մեզ բաժանում, հարկավոր է կարդալ կա, Լենին, Աթաթուրք, դաշինքի պայմանը դա է, Անտանտայի դաշնակիցն են, Եվրոպայի դաշնակիցն են հայերը, դրա համար կոտորել հայերին, ոչնչացնել, ես ասում եմ, մեր թշնամու գնահատականը դա է, չի կարող լինել երրորդ, որն է երրորդը, այդքանի ուժ կա որ, անկախություն և վասալություն, երրորդը որն է, անկախություն, ժողովրդավարություն, Բայց դուք ինքներդ եք ասում, անկախություն ուզողները չեն կարող համախմբվել, որովհետև այդ 8%-ի բանը կա, մահակը կա, վտանգը կա, որ չհաղթահարեն 8%-ը, և չեն կարողանում անկախություն ուզողները միավորվեն։ Բա հենց դա է, մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը ինչ է ասում, նոր եմ իմացել, ասեց որ նոր եմ իմացել։ Ես չէի իմացել Օդեկաբեն մեզ չի պաշտպանելու, որ 1915 թվականին ռուսական բանակները լքում են Արևմտյան Հայաստանը, առանց հայերին հետները տանելու։ Մենք նոր է իմացել, բա դա ենք ասում ենք փոխեք այդ օրենքը, բա ինչ եմ ասում, կամք եւ օրենք։ Քաղաքական կամք է պետք, իմացել եք, որ անկախությունը լավ բան է։ Ուրեմն քաղաքականությունը նույնպես անկախացրեք։ Բա օրենք ընդունեք քաղաքական կուսակցությունների մասին, ընտրությունների մասին օրենք ընդունեք, որ ապահովում է ոչ թե գուբերնիայի կարգավիճակը, այլ ընտրում է անկախություն, ժողովրդավարություն է ընտրում։ Պարոն Աշակյան, մնաց այնուամենայնիվ այդ ձայների փոշիացման այդ մեխանիզմը, մի հատ անպայման կուզենայի ձեր կարծիքը, տալիս են մեկին, երկրորդին, երրորդին, չորրորդին, ասեցինք, շատ են այդ մասնակիցները, դա ինչ մեխանիզմ է, ոնց է դա գործելու, ի վնաս կամ հոգուտ, չգիտեմ, նույն պարտադրանք, ինքնաբուխ, ինքնագործունեությամբ չի լինում, օրենքը պետք է պարտադրի միանալ, օրենքը պետք է պարտադրի միանալ։ Նույն շեշտադրումն եք անում, ասում եք օրենքի մեջ պետք է փոփոխություն լինի։ Շուռ պետք է տան, այո։ Ես ասում եմ, ասենք թե չի արվելու դա, այս իրավիճակում, ունենք այն ինչ ունենք այս պահին, 2 ամիս հետո ընտրություններն։ Ովքեր որ դրանով զբաղվում են, չեն կարող ասել, որ չենք իմացել։ Մենք հիմա ասում ենք, որ ովքեր որ փոշիացնում են մեր ձայները, մոլորեցնում են մեր քաղաքացիներին, նրանք դրա համար հաշվետու են լինելու եւ պատասխանատու։ Չեն կարող ասել չգիտենք, չենք իմացել, որ չի կարելի փոշիացնել, սեպարատիզմը չենք իմացել, որ վատ բան է այստեղ։ Բեկորացումը, ֆրագմենտացիան, դե այն է ինչ հիմա տեղի ունենում։ Այ ֆրագմենտացիան մենք ասում ենք վատ բան է, ով որ անում է դա, վատ բան է անում, փոշիացնում է հայկական քաղաքական Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերը ֆրագմենտացիայի ենթարկելը, դա պարտիզանություն է հակառակորդի օգտին, քրեաօլիգարխիկ ուժերին աջակցել է նշանակում։ Մենք դա հայտարարում ենք, եթե չեն լսում, չեն իմանում, ուրեմն նույնիսկ այդքան անպատրաստ են, չեն համապատասխանում իրենց կոչմանը, ովքեր որ սա էլ չեն լսում, որ դա վնաս է, դա կործանարար է։ Ովքերի մեջ մտնում է դե պարզե իշխանությունները, չէ՞։ Իհարկե, իշխանությունը այսօր ունի լծակներ կարգավորելու համար։ Ես ասում եմ, ճիշտ այնպես, ինչպես մշակույթի նախարարություն պետք է լինի։
Տեսեք, եթե իշխանությունը չի ձևավորում մշակույթի նախարարություն, ուրեմն ինքը ուզում է, որ չլինի մշակույթը պաշտպանված հայ ժողովրդի։ Հիմա մենք ասում ենք, որ օրենքը ընտրությունների մասին եւ կուսակցությունների մասին օրենքը պետք է պարտադրի համախմբվածություն։ Շնորհակալ եմ, պարոն Աստրակյան։ Եթե ինչ-որ հարց մնաց, որ կուզենայիք ավելացնել կամ լրացնել ձեր ասելիքին, խնդրեմ, որովհետեւ գուցե ես ընդհատեցի հիմա ձեզ։ Չէ, դուք ինձ հիմա հաջողախոս եմ, դուք ինձ կամեցիք ինչ որ կարող էի անել եմ, ինչ որ ունեի ասելիք ասել եմ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, Ազատ Արշակյանի հետ էինք զրուցում, հասարակական քաղաքական գործիչ եւ 90-ից 99 թվականներ, միշտ մոռանում եմ, ճիշտ եմ ասում։ 1990 Գերագույն սովետ, գերագույն խորհուրդ եւ ազգային ժողով։ Գերագույն սովետ։ Հա, սովետ, մեկ ու կես ամիս գերագույն սովետը։ Այո։ Հետո գերագույն խորհուրդ, հետո ազգային ժողով։ Ազգային ժողովում եք հասցրել լինել։ Հասցրել եմ 10 տարի։ Շնորհակալություն, շնորհակալություն։ Զրուցվարում էի ես Գայանե Առաքելյանս։ Բարին ձեզ։